2025-ի դեկտեմբերին 72 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողներին չգրանցելու դեպքեր։ Տուգանքի չափը կազմել է 74 միլիոն դրամ։ 3 եւ ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56 միլիոն 750 հազար դրամով։ Մեկ ամսվա թվյալներն է, սակայն փորձագետներն ու պաշտոնյաները նկատում են տարածված իրավիճակ է, հատկապես մի քանի ոլորտներում։ Երբ որ տվյալները ստուգում ենք, ունենք նաև հանրային սննդից բացի խանութներ, մթերային խանութներ, ունենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություններ, հիմնականում այդ խմբի ընկերությունները հարկատուներն են, որտեղ ամենաշատն են դիտարկվում սույն խնդիրը։ Փորձագետը մանրամասնում է, աշխատողներին չգրանցելուց բացի տնտեսվարողները հարկերից խուսափելու եւս երկու տարբերակ են կիրառում։ Օրինակ, աշխատողին գրանցում են ներկայացնելով աշխատավարձի մի մասը միայն։ Ենթադրենք գրանցված է 100,000 դրամ աշխատավարձով, սակայն իրական աշխատավարձ 2 օր է, մնացածը դրամադրվում է ոչ քարտային փոխանցման տարբերակով, այլ տարբերակով։ Մյուսն ըստ փորձագետի աշխատավարձը կրիպտոարժույթով վճարելու տարբերակն է, որը տարածված է աշխարհում եւ արդեն մուտք է գործում Հայաստան։ Մեծամասամբ շատ ավելի դժվար է կառավարել այդ գումարը, հոսքերը գտնել, որտեղից է փոխանցվել եւ այլն, որը կրկին ավելի մեծ խնդիրներ կարող առաջացնել։ Աշխատողներին չգրանցելը վնասում է ոչ միայն պետությանը, տուժում է նաև աշխատողը։ Աշխատանք կատարողները զրկվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրենց երաշխիքներից, որոնք պարտավոր էին տալ գործատուն։ Իսկ նման երաշխիքներ են հանդիսանում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքը, աշխատաժամանակի իրավունքը, արձակուրդի իրավունքը, վերջնահաշվարկի ժամանակ վճարման իրավունքը։ Վերջին 2 տարիներին առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է աշխատանքային պայմանագիր չկնքելու մասին 100 դիմում։ Մի մասը մեր վարչարարության արդյունքում փաստը չի հիմնավորվել, որոշ դեպքերում պարզվել է, որ աշխատողը ունեցել է ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ 37 դեպքում 100-ից 37 դեպքում փաստը ապացուցվել է եւ գործատուի նկատմամբ կիրառվել է մեր կողմից վարչարարություն։ Յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար տեսչական մարմինը տուգանում է 50,000 դրամ, պետական եկամուտների կոմիտեն 250,000 դրամ։ Ոչ միայն ունենք հարկ վճարողներ, ովքեր չեն գրանցել իրենց մեկ աշխատողներին կամ երկուսին, այլ ունենք բավականին մեծ թիվ, որոնք 3 եւ ավելի աշխատողներ չեն գրանցել, նույնիսկ ունենք տնտեսվարողներ, որոնք 40 աշխատակից չունեն գրանցած։ Չգրանցված աշխատողը չի կարող օգտվել նաև մի շարք պետական ծրագրերի առավելություններից։ Օրինակ հիպոթեկային ծրագրերն են, երբ օրինակ աշխատողները կարողանում են օգտվել այս ծրագրից նաև եկամտահարկի հետ վերադարձի դեպքում, եթե չկա աշխատանքային պայմանագիր, եթե չկա իրավական իրավահարաբերություններ, ապա այս դեպքում բնականաբար աշխատողը չի կարողանալու օգտվել սրանից։ Գալիս են սրան գումարվելու նաև վերջերս արդեն կիրառման մեջ դրած առողջության համընդհանուր համակարգը։ Չգրանցված աշխատողը տուժում է նաև աշխատանքային ստաժ ձևավորելիս, որի հիման վրա էլ թոշակ է ստանում։ Պատգամավորը որոշ մասնավոր դեպքեր է հիշում։ Եթե վնասվածքը աշխատողը ստանում է իր աշխատանքային միջավայրում, ապա գործատուն պարտավոր է որոշակի ներդրումներ ունենալ նրա առողջության վերականգնման ժամանակ։ Եթե չկա աշխատանքային պայմանագիր, ապա գործատուն շատ հանգիստ կարող է ասել, որ ինքը նման աշխատող չունի։ Եվ այս ամբողջ խնդիրը, այս ամբողջ բեռը, առողջական բեռը, իրավական բեռը, այդ ամբողջ ֆինանսական բեռը մնում է արդեն աշխատողի վրա։ Լիլիթ Ստեփանյանն ընդգծում է, այս տարվանից ներդրված էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը իրավիճակն ավելի վերահսկելի կդարձնեն։ Միաժամանակ թե մասնագետները, թե պաշտոնյաները շեշտում են, գուցե որոշ դեպքերում առանց գրանցվելու աշխատակիցներն ավելի շատ աշխատավարձ են ստանում, սակայն պետք է հիշեն, դրա հետևանքով վնասներն ավելի շատ են։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, լուրեր։